Ընտրողներից ավելի է ստացել։ Ընտրական օրվա ամենամեծ սկանդալներից մեկը պայթել է Սիսիանի մի փոքրիկ գյուղում։ Լորի ընտրատեղամասի քվյախցիկից Սիսիանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ ՔՊ աջակից Արմինե Անդրանիկյանը հավաքել է չքվյարկած քվյաթերթիկները, լցրել պարկի մեջ եւ փորձել հանել ընտրատեղամասից։ Հայտնել է իշխանություն լրատվականը։ Լորում վստահ են, որ տիկինը փորձել է հասկանալ, թե 16 համարի քանի քվյաթերթիկ կա չքվյարկածների մեջ, որպեսզի նախապես պարզի ու վերադասվին զեկուցի, թե քանի ձայն է ստացել ՔՊ-ն այդ գյուղում։ Մինչդեռ Արմինե Անդրանիկյանը այսպես է պատճառաբանել իր աղմկոտ քայլը։ Հնարավոր է Սիսիանի հեռավոր գյուղերում քվյաթերթիկների պակաս լինի, դրանք կտանեն այդ տեղամասեր։ Հիմա եթե հեռավոր մի գյուղում քվյաթերթիկի մի կապը պակաս դրած լինենք մենք այն պարագաների մեջ, որը որ տեղափոխվել է, մինչև տեղափոխվենք Գորիս քաղաքից բերենք հասցնենք, ավելի հարմար է Սիսիանից հասցնենք, քան Գորիսից։ Այդ մասով էր մեր մտահոգությունը, բայց մտահոգությունը պիտի մարդիկ ճղեն լինեն, եթե բոլորը ճղած լինեն, ինչ եք անում այդ։ Ինչը ճղված լինեն։ Օրինակ հիմա ես ընտրելուց ճղել եմ, բոլորը շփրտել եմ։ Դրա համար եք ստուդիա։ Բա ինչի համար եթե միտեղ պակասավ, տես մնալու է այդ հարցը։ Չքվյարկած քվյաթերթիկները պարկով ընտրատեղամասից հանելու գործին օգնել է Արմինե Անդրանիկյանի ՔՊ-ական ամուսինը, որը Լորի ընտրական հանձնաժողովի նախագահ Դավիթ Մարգարյանն է։ Նա նաև Սիսիանի համայնքապետարանի կոմունալ բաժնի պետն է։ Ըստ իշխանություն լրատվականի Սիսիան քաղաքում բնակվող 43 աշխատակցի ընտրատեղամասը տեղափոխել է Լոր համայնք, որպեսզի կարողանա իշխանության օգտին քվյարկության ցանկալի արդյունք ապահովի։ Հնարավոր է պակասի, դες բան չի կարա լինի։ Եվ այսօր ըստ էության փորձել են չքվյարկած քվյաթերթիկների միջոցով հասկանալ, ինչ արդյունք ունեն ու ակնհայտորեն իրար են խառնվել, երբ բացահայտվել է իրենց մտադրությունը։ Եթե բոլորը վնասված եղավ, իսկ դուք խնդիր ունեցաք քանակի։ Արագ արձագանքման խումբը իրավունք չունի սրան գտնի։ Ով ա ձեզ ասել իրավունք չունի։ Ես որպես հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի անդամին խնդրեցի դիտարկի։ Եթե բոլորը ճղված պատրված լինեն, ուրիշ տեղ դուք խնդիր ունենաք, ո՞նց եք այդ հարցը լուծել։ Մենք գիտենք ո՞նց է։ Ուրեմն սրա հաշվին մի լուծեք ձեր հարցը։ Մենք սրա հաշվին չէինք կարող լուծել, արդեն չկարողացանք։ Անիմաստ բան եք անում, պիտի չստուգեք էսի, չի կարելի։ Մինչև ժամը 20:00-ն չի կարող այս ամեն ինչին դուք գտնեք։ Ով ա ձեզ ասել այդ։ Որպեսզի քաղաքացին չլսի մեր խոսակցությունը։ Արարևույթ հանցագործության պահին բռնված կինը ինքն է սկսել հոխորտալ, թե ոստիկանություն կկանչի, հետո հորդորել է ցածրաձայն խոսել։ Ասում եմ ոստիկանություն կկանչում, դες տեղամասից կհանեմ։ Ես դες պարտադրում եմ խոսել շատ ցածր, որպեսզի քաղաքացին չլսի մեր խոսակցությունը։ Դիտորդների դիմադրությանը հանդիպելուց հետո Սիսիանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Արմինե Անդրանիկյանը քվյաթերթիկներով պարկը վերադարձրել է հանձնաժողովի անդամներին։ Ենթադրյալ ընտրախախտումների մասին ահազանգերով ողողված է համացանցը։ ՔՊ-ականների կողմից ընտրողներին ուղղորդելու կասկածելի դեպքեր են նկատել դիտորդները։ Թեկնածուն մինչև ժամը 20:00-ն իրավունք չունի լինել տեղամասում, պարոն Մինասյան։ Պատգամավորի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը, որը Գյումրիի 31-0-9 տեղամասի ընտրող չէ, տևական ժամանակ եղել է այդ տեղամասում, ահազանգել է հայաքվեն, ըստ որի դա ակնհայտ ընտրախախտում է։ Սարիկ Մինասյանը տարածքը լքել է, երբ նրան հիշեցրել են օրենքի պահանջը։ Մեկ այլ ՔՊ-ականի Գնել Սանոսյանի կասկածելի վարքագծի մասին ահազանգել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը, նա տեսանյութ է հրապարակել գրելով. Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19-36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին։ Վանաձորի 25-28 ընտրատեղամասում է Լորիի նախկին մարզպետ, այժմ Փաշինյանի խորհրդական և ՔՊ պատգամավորության թեկնածու Արամ Խաչատրյանը ընտրատեղամասում տեղեկանալով, որ մի տատիկ ցանկանում է քվեարկել 3-րդ համարի օգտին, հանձնարարել է նրան դուրս հանել տեղամասից, պատմել են ականատեսները։ Իրեն վերագրվող արարքի վերաբերյալ Արամ Խաչատրյանից մեկնաբանություն դեռ չի հաջողվել ստանալ, նրա հեռախոսահամարը անհասանելի է։ Սա քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն է։ Տեսախցիկները արձանագրել են նաև, որ ՔՊ պատգամավորության թեկնածու Սերգեյ Բագրատյանը Արտաբույնքի 36-20 ընտրատեղամասում ընտրելուց հետո չի հեռացել ընտրատեղամասից։ Որոշակի առումով ներգործություն ընտրողների կամքի վրա։ Մտխռա, բայ էլի թերթիկ է։ Քեզ չեմ նկարում, թերթիկն եմ նկարում։
Ահազանգ կա նաև Օշականից։ Այնտեղ մի քաղաքացի ընտրատեղամաս մշակույթի տուն է գնացել 16 համարի քվեաթերթիկը ձեռքին։ Անպապերը համար։ Մայրաքաղաքի թիվ 8-32 ընտրատեղամասում եղել է բաց քվեարկություն, սակայն ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել քվեարկությունը։ Ինչ եք ասում, ինչ անեն, ես իրավունք չունեն, դա անվավեր է համարվում։ Ես ոնց է կեղի, սենց է կեղի։ Գեղարքունիքի Ծովինար համայնքի 21/31 ընտրատեղամասում դիտորդներից մեկը ահազանգել է, որ ընտրողներին քվեաթերթիկները այնպես են տվել, որ իշխող ուժի քվեաթերթիկը տրցակի վրա դրված լինի, խիստ տեսանելի։ Դիտորդը արձանագրել է, որ սա ևս քվեարկության ուղղորդում է։ Հերթականությամբ այսինքն 19 պետք է վերևում լինի, 16-ն է։ Այսինքն ԿՊ-ի ուղղորդում է։ Նյուզեյմի լրագրողը նույն ընտրատեղամասից դուրս էլ քաղաքացիների կուտակումներ է արձանագրել։ Պարոն ոստիկան, այս կուտակումները պարբերաբար, որ այստեղ լինում են, դուք արձանագրում եք։ Այս հատվածում 50 մետրը պահպանված չի, այստեղ հավաքվում են։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն է Ծովինարից։ Այս համայնքում նաև չի պահպանվում ընտրական օրենքի այն պահանջը, որ խանութների վրա նախընտրական պաստառներ պետք է չլինեն։ Հա, բարև ձեզ, խանութը ձերն է։ Գիտեք, որ խախտում է պաստառը ԿՀ-ն չի թույլատրում խանութի վրա նախընտրական պաստառ փակցնել։ Կանե Մանգասարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։